Բարև ձեզ։ Հենց եղավ։ Բարև ձեզ Անի ջան։ Բարև ձեզ։ Ո՞նց եք, լավ եք։ Հարթ աստծո դուք ոնց եք։ Փառք Տիրոջը, լավ ենք։ Այսօր մեր առաջին լայվն է, բայց հուսամ վերջինը չի, մանվել եղբայր ու Տերը սրտի Ես սա էլ եմ դրել, հուսով, որ ահա, գիտեք Տերը իմ սրտի ձայնը ոնց է, մի քիչ լսողություն։ ցածր է, բայց կարող եմ ուշադիր լինեմ, որ Ուզում եք փորձեմ առանց նաուշնիկի կարող ավելի լավ ստացվի։ փորձեք տեսեք ոնց է։ Հիմա ոնց է։ Նույնն է, ուզում եք, եթե Նույնն է։ հարմար է նաշնիկով դրեք։ Հա, Եթե նույնն է, ես համարյա չեմ լսում քեզ, ավելի լավ է ավելի լավ է նաուշնիկով։ նաշնիկով, հա, ըհը։ Ողջունում եմ ձեր Ուրեմն հանդիսատեսին, ձեր լսարանին, շնորհակալ եմ Փառք Աստծո լավերի համար։ Թող Տիրոջ կամքը լինի ամեն բանի մեջ Անի ջան, ինչ որ Աստված պլանավորեր այսօր։ Հիմա էլ ես քեզ չեմ լսում։ Չգիտեմ ինչ եղավ ձայնը։ իմ ձայնը արձագանքում Իսկ երևի արդեն իմ նաուշնիկից նորից միացնեմ, ծանոթացեմ։ Լուք, ես ուրեմն Տերը սրտիս է դրել, որ նման տեսանյութեր անեմ ու իմ էջում, իմ ալիքում հյուրեր ընդունեմ ու դա հաստատվել է դուք գիտեք ում կողմից Վարդուհու քրոջ կողմից ես երեք որ մենք խոսում էինք ասեցի մի քանի անգամ էլ տենց հաստատություն եմ ստացել ու առաջի հյուրը որ մտածում էի դուք եք ու ցանկացա ձեզ ասել ու միանգամից ստացվեց մտածում եմ եթե արագ լինի շուտ սենց դասավորվի ուրեմն տիրոջ կամքն է թող այդպես էլ լինի պահպանելու ենք եթերը հա համ փորձենք համ իմ YouTube-ում դնել համ էլ ձեր YouTube-ում դնել ուրեմն ովքեր որ նոր են միացել ներկայացնեմ որ Մանվել Թորոսյանն է մարգարե է նա որ թվականին հայտնության խոսք է ստացել Տիրոջից Երեմիա 51-27 խոսքը, հա, ավելի մանրամասն դուք կներկայացնեք, բայց ես փորձում եմ ոնց որ իմ այս հարթակով էլ լսելի դարձնել այս խոսքը մեր հայ հանրությանը, հա, ովքեր որ ձեր ալիքում չկան կամ չեն լսել, այս ձևով էլ լսեն։ Ինչ կասեք։ ամեն, շատ ուրախ եմ, Փառք Աստծո Անի ջան, շնորհակալ եմ, որտեղ այդ տեսիլքը ինքը հենց իր բնույթով այն ձևա, որ խոսքը, որը ստացել եմ ասում, այս ձև էր, ասա ազգերին, թող պատրաստեն մի արատի ասքանազի թագավորությունը։ Այսինքն իմ ամբողջ ջանքը ուղերձը հենց նրանում է, որ ես փոխանցեմ տեսիլքը ոչ միայն հայ ազգին, այլ բոլոր ազգերին ու սկզբնական շրջանում բնական է այլ եմ հայ շրջանում, այլ եմ հայկական եթերների մեջ մենակ, բայց 21 թվականից, այսինքն պատերազմից հետո, երբ որ մենք ունեցանք ցավալի պարտություն, ես տեսա, որ 19 թվականի ուղերձները, որոնք անում էի Քրիստինե Հալաջյանի հետ իր մոտ եթերների ժամանակ ու տեսիլքի մասին այդ ժամանակ բավականին մանրամասն ասել եմ, բայց երբ որ տեսա ու ասեմ բավականին մեծ լսումներ են եղել, որտեղ վիդեոներ կային իր Facebook-ով, որ հավաքում էին 67,000, 44,000, ընդհանուր առմամբ այդ ժամանակահատվածում, որ մենք իրար հետ եթեր ենք արել, 7 եթեր ենք ունեցել տարբեր ժամանակներում, հիմնական թեման բնական է եղել է տեսիլքը, Երեմիա 51-27-ը, բայց երբ որ պատերազմից հետո պատերազմի ընթացքում ես տեսա, որ Հայաստանը մենակ է, որևէ երկիր, որևէ ձևով չաջակցեց, մեր կողքին չկանգնեց, ես հասկացա, որ լսողներ շատ են եղել, թեկուզ այդ մեծականակ բազմությանը լսարանի, թեկուզ հենց հայերի մեջ, բայց միևնույն է, ոնց որ ուղերձը տեղ չի հասել ու 2021 թվականից սկսած
արդեն փորձեցի ռուսալեզու լսարանի ռուսերենով տեսիքի մասին խոսել ու արդեն հիմա երկրորդ տարին է, որ այդ մասին անդադար որտեղ որ հայտնվում եմ տարբեր զումերի մեջ կլինի, վիդեոչաթերի մեջ կլինի, մեսենջերների մեջ կլինի, ինչ հրավերների առիթ որ ունենում եմ, իմ շեշտադրումը դա է, որտեղ հիմնական միսիան դրանում է կայանում, որ ուղերձը Երեմիա 51:27-ը ես այսինքն փոխանցեմ ազգերին, իսկ ուղերձը ինքը բավականին ուժեղ ու լուրջ պատվիրան է, ասենք ասեմ, որովհետև ինքը կոչա ոչ միայն եկեղեցու անդամներին, որոնք հոգևոր առումով պետք է պատրաստեն Հայաստանը, այսինքն պարզ է, որ հոգևոր սկզբնական պետք է պատրաստի Հայաստանը որպես քրիստոնեական երկիր, որպես երկիր, որը ճանաչում է Հիսուս Քրիստոսին, որը ի սկզբանե եղել է Գրիգոր Լուսավորչից, երբ որ քրիստոնեությունը փոխանցվել է Հայաստան ու Հայաստան արդեն պետականորեն 301 թվականին դարել է առաջին քրիստոնեական երկիրը, այն ժամանակ մեր պապերը բավականին արթուն լուրջ քրիստոնյաներ են եղել, աստծո կամքը գիտակցելով միշտ գին են վճարել քրիստոնեության համար, քրիստոնեական արժեքների համար, ու այն ժամանակ Հայաստանը բավականին լուրջ դերակատարություն է ունեցել հենց իր որակներով, իր ազդեցությունով, ու դա պատահական կոչում չի, որ Հայաստանի վրա Աստված դրել է, ու Հայաստանի հետ կապված, ասեմ, երբ որ ես ինքս այս ուղերձի մասին լսեցի սկզբնական շրջանում, ասեմ, ես ընդհանրապես ապաշխարել եմ, Աստծուն ճանաչել եմ 1995 թվականից, ու այդ ժամանակ, երբ որ ես ցույցի հաճախել եկեղեցի, ավարտեցի միսիոներ աստվածաշրջան դպրոցը, իսկ հետո միսիոներական դպրոցը։ Միսիոներական դպրոցում բնական է, մենք միսիոներներ էինք պատրաստվում, որը եկեղեցին պատրաստում էր, որ միսիոներներ, որոնք արդեն ազգերի համար պետք է գնային եւ ավետարանի խոսքը տանեին այն երկրները, որտեղ որ Աստված ուղեկցեր, առաջնորդեր։ Ես ինքս որ ասեմ, ինձ ընդհանրապես չի պատկերացնում, որ ես ունեմ նման կոչում, բայց ես Աստծո ձայնը լսելով էի գնացել դպրոցում սովորելու։ Ու սովորելու ընթացքում բնական է Երեմիա 51:27 տեսիքի մասին, որը եկեղեցու տեսիքն էր, ես բավականին պատկերացում ունեի, բայց եկեք ես կարդամ մի հատ, ներեք ես հաղորդաշարից օգտվեմ։ Հա, իհարկե։ Կարող են այն մարդիկ, որ հետո նայում են առաջի անգամ, ձեզ լսում են կամ հետագայում կնայեն, իրանք էլ բացեն ու այդ տողը նշեն ու անդադ աղոթեն այդ խոսքի վրա, քանի որ շատ զորավոր խոսք է։ Ամեն, իրոք շատ լավ կը։ Ուրեմն Երեմիա 51:27 խոսքը դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, փող հնչեցրեք ազգերի մեջ, նրա դեմ պատրաստեք ազգերին, հրավիրեք նրա դեմ Արարատի, Մինի եւ Ասքանազի թագավորությունները, նրա վրա զորավորներ նշանակեք, ձիեր վերհանեք մազոտ մառախների չափ։ Սա ամբողջ 27 խոսքն է, որը մեր միսիոներական դպրոցում մեր հիմնական տեսիքն է եղել, որը նշանակում է գնացեք ազգերի մեջ, այսինքն ոնց ենք մենք հասկանում, ոնց ենք մենք պատրաստվում, գնացեք ազգերի մեջ ու ազգերին պատրաստեք Բաբիլոնի դեմ, բայց այնտեղ շատ նուրբ պահ կա, որ ասում է նրա դեմ հրավիրեցիք Արարատի, Մինի, Ասքանազի թագավորությունները։ Այսինքն ստացվում է, որ մենք պետք է գնանք ազգերի մեջ պատրաստենք ազգերին Բաբիլոնի դեմ, բայց չգիտես թե պետք է վերջում պատերազմի հրավիրվի Մինի, Արարատին ու Ասքանազին։ Ուստեղ շատ անհասկանալի էր իմ համար միշտեղ է, բայց այստեղ ամեն ինչ Աստված բերեց պարզության մեջ այն ժամանակ, երբ որ 2015 թվականին Երևանում մեր եկեղեցում հսկայական հզոր կոնֆերանս էր իդեալային, որտեղ հրավիրված էին ամերիկացի մարգարեներ Կանզաս Սիթիից, ես անուններ կասեմ, չգիտեմ ձեր հանդիսատեսը լսարանը ինչքանով ճանաչում այդ մարդկանց, բայց նրանք բավականին հայտնի մարգարեներ են ու ղեկավարը իրանց Մայքլ Դիքն է, իր թիմը
Միստրի Էդվարդս ինքը փառաբանության ավագն է բավականին հզոր ու շատ փառաբանության երկեր հետագայում եթե անհրաժեշտությունը լինի ես իր փառաբանության երկերը կարող փոխանցեն դուք ինքներ տեսնեք Հա, ես գիտեմ իրան, շատ զոր փառաբանող է ինքը, շատ։ Ամեն, փառք։ Իր հետ եկել էին նաև Ալեն Հուդը, Քորի Ռասելը եւ Ուեսլի Հոլը։ Այսինքն իրանք 5 հոգով էին, բացի մեր թիմին միացել էր նաև Սերգեյ Շիդլովսկին, իր թմով ու իրանք միասին անցկացնում են այդ կոնֆերանսը, որը շատ հզոր կոնֆերանս է։ Այս կոնֆերանսի ամբողջ նպատակը ընդհանրապես Հայաստանի մասին խոսելը չէր։ Ամբողջ խոսքը որ գնում էր, հիմնականում գնում էր նրա մասին, որ եկեղեցին հարսն է, ու հարս եկեղեցին պետքա Փեսային Հիսուսին սիրի, այն սիրով, որը Հիսուսը փափագում է իր հարսնակից ստանա։ Այսինքն ուղղակի լրիվ ուրիշ ուղղություն է, բավականին լավ խորը ուսմունք էր, որը առաջին անգամ է ես ճիշտ ասած լսում ու ինքը շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Բայց հետո երբ որ դա հիմնական քարոզիչ է ուղղակի Մայքլ Դիքն, բայց հետո երբ որ միացան մյուս քարոզիչները ամսի 25-ին այդ դա կոնֆերանսը տեղի ունեցել 2015 թվականի մայիսի 22-ից սկսվել է մինչև մայիսի 30-ը ու մայիսի 25-ին բեմ բարձրացավ Ալեն Հուդը ինքը նոր էր եկել միացել կոնֆերանսին ու երբ որ ինքը սկսեց քարոզել ինքը քարոզում էր աստծո մասին աստծուն ճանաչելու մասին ու իր ուղերձի մեջ շատ ուժեղ շեշտադրում կար հենց նրա վրա որ ծարավ ունենաս աստծուն ճանաչելու ու երբ որ վերջում ինքը կոչ արեց ասեց ում սրտի փափագն է աստծուն ճանաչելը ով զգում որ ինքը կանչված է 24 ժամյա ծառայության որ ինքը չի պատկերացնում որ ուրիշ մի բան պետք է անի այլ ամբողջությամբ իր կոչումը հենց աստծուն ճանաչելու մեջ է ու աստծուն արդեն մարդկանց ճանաչեցնելու մեջ է ինքը հրավիրեց առաջ են բոլոր մարդկանց ովքեր որ փափագ ունեն իրենց սրտում այս երկու բանի համար ու ես զարմացա որ մեր ամբողջ եկեղեցին իջավ բեմ բոլորը իրաց դուրս եկան բոլորը եկան բեմի մոտ ու շատ անբացատրելի աստծո ներկայություն կար շատ ուժեղ ոչնակ փառաբանություն էր գնում ես ինքս կանգնած սպասում էի աղոթքին Ալեն Հուդը ինքը ձեռնադրելով հերթով գնում էր աղոթելով հերթով մարդկանց վրա իսկ եկեղեցին ասեմ այդ դալիճի մեջ տեղավորվում է 5000-ից ավել մարդ դե պատկերացրեք մարդկանց քանակությունը ու ինքը հերթով ձեռնադրելով գնում է այդ ժամանակ երբ որ ես ինքս կանգնած էի ու աղոթում էի լեզուներով փակ աչքերով ու սպասում էի երբ ինքը ինձ մոտենալու հենց այդ ժամանակ ես տեսի հենց այդ ժամանակ ես տեսա Հայաստանի քարտեզը ես տեսա որ ես քարտեզին նայելով ու ասում եմ տեսիքի մեջ ասում Թուրքիա բացթող Հայաստանի տարածքները ու ես տեսա որ Թուրքիայի արևմտյան Հայաստանի հատվածը միացավ Հայաստանին հետո ես ասեցի Ադրբեջան բացթող Հայաստանի տարածքները ես տեսա որ Ադրբեջանի մասից այն կողմից միացավ Հայաստանին հետո ասեցի Իրան բացթող Հայաստանի տարածքները ես տեսա որ Իրանի հյուսիսային մասը վերևի մասը միացավ Հայաստանին հետո ասեցի Վրաստան բացթող Հայաստանի փոքր մասը միացավ այն փոքր հատվածը արդեն ու ամբողջությամբ կազմվեց քարտեզը ու հետո ես ասեցի Ռուսաստան բացթող Հայաստանը ու սա ամբողջ տեսիքն էր որ այդ պահին ես տեսա վերջացավ հետաքրքիր է որ քարտեզը որը ստեղծվեց իմ աչքի առաջ ես չպատկերացրեցի ինչ քարտեզ է ես եկել էի տուն ու փորձում էի գծեի վերցրել էի Հայաստանի քարտեզը ու ինքս գրիչը վերցրած փորձում էի կողքերով նկարեի մոտավորապես ինչ եմ տեսել հետո 4 օր հետո ամսի 29-ին հանկարծ իրանք հայտարարում են որ ունեն մարգարեական խոսք Հայաստանի համար որը նախատեսված չի իրաց ծրագրից դուրս է ու Ուեսլի Հոլը իդեպ այդ մարգարեությունը նույնպես իմ YouTube-յան էջում կա եւ հայերենով եւ ռուսերենով ու իրան ինքը սկսում է խոսալ Հայաստանի մասին Հայաստանի կոչումի մասին թե ինչի համար է Հայաստանը առանձնացված աստծո համար ինքը շեշտադրում է
նկարում անում հենց Երեմիա 51-27 խոսքի վրա ու ասում է, որ Հայաստանը փախուստի երկիր է, ապահովության երկիր է, Հայաստանը այն երկիրն է, որը Իսրայելի համար է որոշված որպես օրհնություն։ Նշում է, որ առաջին անգամ Տիածանը Հայաստանում ա եղել, ու Աստված ուխտը կրկել է առաջին անգամ հենց Հայաստանում։ Նշում է, խոսում է այն մասին, որ առաջին զոհասեղանը Հայաստանում ա դրվել, երբ որ Նոյը ջրեղեղից հետո զոհասեղանը բացում ու Աստված ուխտ է անում։ Խոսում է այն մասին, որ Նոյը ինքը իր որդիներին, երբ որ սկսեց օրհնել, իր 3 որդիներից ամբողջ մարդկությունը հետագայում ձևավորվեց, բազմացավ ու շարունակություն ստացավ, այսինքն օրհնությունը արձակվեց Հայաստան երկրից։ Դեռ շատ մանրամասն շատ հետաքրքիր բաներ կա։ Իրանք ամեն ինչ Հայաստանի մասին ասեցին, Հայաստանը որպես երկիր, ինչ երկիր է, իր ծրագրի համար է նախասահմանված։ Միակ բանը, որ իրանք չգիտեին, որ նա տարածքը Մինի Արարատի ու Ասքանազի տարածքը, որը 4 օր առաջ ես Աստված ինձ ցույց տվեց տեսիլքով։ Միակ բանը այդ իրանք չգիտեին։ Մնացած ամեն ինչը իրանք ոնց խոսում են Հայաստանի մասին, իրանք ցույց տվեցին Հայաստանի կոչումը։ Իսկ ինչ է հետաքրքիր է, մի քանի օր հետո ես տրանսպորտի մեջ պատահական նստած եմ հենց Վարոյի հետևի մասում ապակու վրա փակցված են նկարներ, ու ես հակամարից աշխատում գավ այդ նկարների վրա, ես տեսա, որ մեր գառնու տաճարն է, հասկացա, որ հին հայկական նկարներ են, որոնք ժամանակին եղել են, ու մեկ էլ հանկարծ այդ պահին աշխատում գնոպի վրա մեջի վրա, ու իր ոտքերի տակ նկարված քարտեզը։ Այդ քարտեզը ես որ տեսա, ասի, վայ Աստված ջան, ես իմ տեսիլքի քարտեզն է։ Ես հետաքրքրում նոր վերցրեցի ու այդ քարտեզը, այս քարտեզն է, որը ես միշտ ցուցադրում եմ։ Իրեն վերևում հիմա։ Ամեն։ Սա մեծ հայք է։ Սա մեծ հայք է։ Ու այս Հայաստանը հենց այս քարտեզն է, որը Աստված ինձ ցույց տվեց տեսիլքով։ Սա է Մինի Արարատի Ասքանազի թագավորությունը։ Ու երբ որ ես եկա այդ առաջին անգամ այդ տեսիլքը, որ ես տեսա ու ես ասում մինչև այդ ես միսիոներ էի, ես ինքս մտածում էի, որ տեսիլքը նրանումն է, որ մենք պատրաստում ենք միսիոներներ, որպեսզի գնանք ազգերի մեջ, այդ ազգերին պատրաստենք Բաբիլոնի դեմ պատերազմի։ Բայց երբ որ այս տեսիլքը ես տեսա, ես եկա նույն ձև եկալեց ես Աստվածաշունչը, որը կարդում էի միշտ, ու երբ որ այդ ժամանակ ես կարդում, առաջին անգամ հանկարծ այս խոսքերը իմ համար լրիվ ուրիշ ձև բացվեցին։ Ես առաջին անգամ տեսա, որ գրված է, որ ասում եմ, մի րոպե կներեք նորից կարդալով գամ։ Նայեք, ասում է դրոշակ բարձրացրեք երկրի մեջ, այսինքն դրոշակ բարձրացրեք Հայաստանի մեջ ու ասեք, որ Հայաստանը պատկանում է Հիսուսին։ Դրոշակի իմաստը դա է, որ ցույց տալի իր պատկանելիությունը։ Հետո հող հնչեցրեք ազգերի մեջ, այստեղ հող հնչեցրեք ազգերի մեջ, ես լրիվ ուրիշ ձև արդեն սկսեցի հասկանալ։ Ես սկսեցի հասկանալ, որ պետք է հող հնչեցնեմ ազգերի մեջ ու ազգերին ասեմ, պատրաստեք Մինին Արարատը ու Ասքանազը Բաբիլոնի դեմ, ոչ թե ես պետք է գնամ ազգերին պատրաստեմ Բաբիլոնի դեմ ընդեղ, ու չգիտես խի հետո պետք է Աստված հրավիրի Մինին Արարատին ու Ասքանազին պատերազմի։ Այսինքն լոգիչնի է, չէ՞, երբ որ մարդը պատրաստվում է ինչ-որ բանի համար, ինքն էլ մասնակցի մրցումներին, օրինակ, եթե դա մրցում է։ Դու չես կարող գնաս պատրաստես ինչ-որ մեկին, բայց հետո հրավիրես մրցումների մասնակցելու մեկ ուրիշին։ Այսինքն լոգիկայի սահմանում ես հասկացա, որ ազգերին է կոչը, որ ազգերը պատրաստեն Մինին Արարատը ու Ասքանազը այն մեծ ու հզոր պատերազմի դեմ, որի մեջ կանչված է Հայաստանը։ Այսինքն Մինին Արարատը Ասքանազը։ Ու հետաքրքիր է նաև 28-րդ խոսքը շարունակությունը։ Ես շարունակությունն էլ կարդամ մի հատ։ Շարունակությունը 28-րդ խոսքը ասում է հետևյալը. ուրեմն նրա դեմ պատրաստեք ազգերը, մարած թագավորներին, նրա կուսակալներին, նրա բոլոր նախարարներին եւ նրա տերության բոլոր երկիրը։ Տեսեք, թե նաև մարած թագավորի մասին է արդեն ասում, ու ասում է պատրաստեք մարած թագավորներին։ Այստեղ շատ հստակ արդեն
ավելի պարզաբանում է բերում, հստակ Աստված ցույց է տալի, թե ինչ երկրեր է Աստված ազգերին կոչ անում, որ պատրաստ են։ Մարաց թագավորությունը ինքը հիմա չկա, բայց ինքը Պարսկաստանի տարածքում է եղել։ Ինքը ժամանակ եղել է մարած Պարսից թագավորություն, որը եւ կորտանել է Բաբիլոնյան կայսրությունը այն ժամանակներում։ Բայց տեղ Հայաստանի մասին որ սկսում է խոսալ արդեն այս ժամանակների համար։ Սա այն հոգևոր հիմնական պատերազմն է, որը կայանալու է։ Ու սրա մեջ նաև միանալու են մարած թագավորությունը, որը հստակ չգիտեմ, բայց ասում են, որ դա քրդերն են։ Ես իրականում չգիտեմ ինչ ազգի մասին է գնում խոսքը, բայց չեմ բացառում, որ կարող է դրանք քրդերը լինեն։ Ու հիմա ամբողջ տեսիլքի իմաստը նրանում է, որ ես ազգերին հիմա կոչ եմ անում ու բոլորին ասում եմ, պատրաստեք Հայաստանը։ Ես ու ասում եմ Հայաստանի օրնողը օրնված է, անիծողը անիծված է։ Ես դրա համար է որ շեշտադրում եմ անում շատ ժամանակ, ասում եմ, որ Լավրովյան պլանը, որը Ռուսաստանը իրականացրեց, Արցախյան պատերազմը, այս ամեն ինչը ինչ որ արեցին, դա աստծո կամքի դեմ է։ Այսինքն, այս քարտեզը վկայակոչելով, ես ցույց եմ տալի, որ այս Հայաստանը ամբողջությամբ հենց այս սահմաններով, որը մեծ հայքն է, դա Հայաստանն է, որ միշտ եղել է, երբ որ Երեմիա մարգարեն իր մարգարեությունները ուղարկում էր Հայաստանի համար գրում էր, Հայաստանը եղել է այս սահմաններով։ Ու Հայաստանը, Աստված այս Հայաստանն է նկատի ունեցել, երբ որ ինքը ասել է պատրաստեք։ Ու հիմա ցանկացած նկարտում այս Հայաստանի դեմ դատապարտված է։ Դրա համար է, որ ես հիմա ազգերին երբ որ կոչ եմ անում, նաև մեր ինչ որտեղ հանդիմանում եմ, ու հետաքրքիրն է, որ ես հանդիմանում եմ թագավորների, պրեզիդենտների, երկրի ղեկավարների, իրանց քաղաքականության համար։ Առաջին հայացքից կարող է թվա դրան ով եմ ես, որ իրանք լսեն կամ իմ խոսքը ոնց պետք է իրանց տեղ հասնի, բայց մի հատ կարևոր բան կա, որի մասին ուզում եմ ասեմ, երբ որ Քրիստինե Հաղազյանի հետ մենք եթերի մեջ էինք, այդ ժամանակ, հենց այդ ժամանակ Աստված ասեց Քրիստիկի լայվերը հետևում են հետախուզությունները, լրատվական անալիտիկ կենտրոնները ու իր այդ ինֆորմացիան, որ իրանից դուրս է գալի, վերահսկվում է։ Այսինքն ես շատ լավ գիտեի, այն ինչ որ ես եմ խոսում, նույն ձևով այդ լայվերի ժամանակ դասվելու է, հետազոտվելու է ու իրանք անալիտիկա են անելու, որտեղ ես հիմնականում սկսում եի խոսալ մարգարեությունների, որոնք ապագային են վերաբերվում, որոնք այն ժամանակ լուրջ չէին ընդունվում, բայց հիմա այս պահին արդեն կատարվում են։ Ու հիմա այդ պահին սկսած ես գիտեմ, որ բոլոր այդ անալիտիկ կենտրոնները վերահսկողության մեջ են պահում իմ խոսքերը։ Դրանից ես գիտեմ, որ իրանք լսում են, թե չէին որ ես ճանաչեի։ Դրանից է որ խոսքը ես համարձակ ասում եմ, ես հետո տեսնում դրա ազդեցությունը։ Նույնիսկ Քրիստիկի հետ լայվի ժամանակ եղավ մի պահ, որ ես ուղղակի ինձ սրտում ունեի ու ես դիմեցի Տրամպին, դա 2020 թվականի հուլիս ամիսին։ Ես Տրամպին ասացի, հիմա եթե դու ընդունես հայոց ցեղասպանությունը, դու երկրորդ բանի ընտրություններին խնդիր չես ունենա, բայց եթե չընդունես, նոյեմբերին դու բարձրություններ կունենաս։ Հետո ես իրեն ասացի, ես տեսնում եմ, որ Ամերիկայի կառավարությունը պետք է օրհնի Հայաստանի կառավարությանը։ Ու ես նկատի ունեի հենց այս տեսիլքը, հենց այս խոսքը, որի հիման վրա ես ասում եի Հայաստանի օրնողը կորնվի, անիծողը կանիծվի։ Տրամպը այդ պահին անարգեց խոսքը, ու ես գիտեմ, որ այդ խոսքը տեղ հասավ, ու ինքը չընդունեց հայոց ցեղասպանությունը, չանցավ երկրորդ էտապ, չնայած որ իր վրա կար շատ մարգարեություններ, որ ինքը լինելու է երկրորդ փուլում հաղթողը, բայց քանի որ գալիս է մարգարեական խոսքը ու անարգվում այդ խոսքը չի ընդունվում, Աստված կարա իր մարգարեությունը փոխի, որտեղ աննազանդությունը ինքը դուռ է բացում պարտության, աննազանդությունը վերում է անեծք օրհնության փոխարեն, ու ինքը կորցրեց իր կոչումը։ Հետաքրքիր է, որ եկավ իր փոխարեն Բայդենը, ես մարգարեություն Բայդենի համար չէի ասել, բայց ինքը ընդունեց հայոց ցեղասպանությունը ու հետո 1 միլիարդ 600 միլիոն
$1 Ամերիկայի կառավարության կողմից Հայաստան օրնություն ուղարկի։ Այսինքն այն ինչ որ պիաներ Տրամպը արեց Բայդենը ու հիմա Բայդենը իր քաղաքականության կանգնած է Հայաստանի կողքին ու իր միջամտությունը Ամերիկայի հենց ամբողջությամբ այն ձևի է, որ իրանք կանգնած են հենց տեսիլքի իրականացման համար ու վահանի պես կանգնած են Հայաստանի սահմանների համար ու պաշտպանում են տեսիլքը, չգիտեմ ինչքանով են իրանք հասկանում ինչ են անում, բայց ես տեսնում եմ, որ Աստված օգտագործում է իրանք, որպեսզի իրանք տեսիլքի մեջ լինեն ու կարաք տեսնեք, այսօրվա դրությամբ այս խառնաշփոթի մեջ որ ամբողջ երկիրն է, Ամերիկան ամենաշահող երկիրն է, բոլորով տուժվում են, բոլորով ունեն խնդիրներ, խնդիր ունեցավ Ռուսաստանը, որտեղ ինքը հարձակվեց հետպես տեսիլքի վրա, իր զորությունը ամբողջությամբ իր կարողությունը իջիկ ստառավ, ինքը սկսեց պարտվել Ուկրաինայում ու կպարտվի վերջնականապես, որովհետև ինքը աստուկամքի դեմ է գնացել։ Իսկ աստուկամքի դեմ գնացողը բնական է ոչ թե զորանում է, այլ թուլանում է։ Այս պատերազմի մեջ թուլանում է նաև Եվրոպան, թուլանում է Ուկրաինան, ոնց տեսանք, խնդիրներ կունենան հետո Պարսկաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, շատ երկրներ, որովհետև Հայաստանի կողքին ոչ մեկ չի կանգնել։ Ուղղակի ես հատուկեն երկրներ կա, որ ուզում եմ շեշտեմ, որովհետև իրանք վճռորոշ դեր խաղացել են այս տարածաշրջանում ու ելի խաղում են, մանավանդ զենքի առումով են երկրները, որոնք զենք են մատակարարել հենց Ադրբեջանին։ Իրանք չհասկանալով, չիմանալով մտել են սատանայի հետ գործարքի մեջ ու օգնել են սատանային հարվածելու Հայաստանին, որը Աստծո կողմից ընտրված որոշված երկիրն է։ Իսկ այն ինչ որ կատարվում է հիմա ամբողջ երկրում այն քաոսը, այնքան ժամանակ կշարունակվի, մինչև որ երկրերը գան միաբանության մեջ ու սկսեն անձամբ իրականացնել այս տեսիլքը ու Հայաստանը այս քարտեզը որ ցույց են տալի, ֆիզիկապես այլեկանում, ֆիզիկապես Հայաստանը դառնալու հենց այս սահմաններով, ոնց Աստված ասել է։ Ու հետաքրքիրն է, որ այդ քարտեզը ժամանակ որ ասում տեսիլքով Աստված իս ցույց տվեց, հետո ուղիղ մի ամիս հետո ուրիշ կոնֆերանս ունեին, մեր մոտ արդեն Տոնի Բարնետն էր, ինքը ամերիկացի հզոր քարոզիչ է, բավականին մեծ կենտրոններ ունի բանի, նարկոմանների, որոնք հավաքել է, աշխատել է հետները ու բավականին մեծ ներդրումներով։ Ինքը երբ որ խոսում է, այսինքն իր ծառայությունը հələ չսկսված, փառաբանությունն էր հələ գնում, այդ ժամանակ նոր տեսիլք տեսա, ես նորից տեսա Հայաստանը, ես տեսա Նիջեր, որը բանը, ոնց է պատկերացրիք Հայաստանը կարիշների գույնի լինի, օրինակի համար, իսկ Թուրքիան սպիտակ ֆոնն է մասում ուղղակի, հիմա պատկերացրիք կարիշների շոկոլադնի կոնֆետները, պլիտկեքը, որը Հայաստանի գույնի է։ Ես տեսա այդ ձեռքը, որոնց վերցնում է պլիտկեքը սենց հերթով արևմտյան Հայաստանի կողմերով դնելով, ինքը մազեիկայի նման հավաքեց ամբողջությամբ ու կպցրեց Հայաստանին։ Այդ ժամանակ երբ որ ես ասում եմ Աստված ջան, բայց ո՞նց է դա հնարավոր, հենց այդ ինքը ընթացքում որ սկսեց հավաքել, ինձ ասում է, այն ինչ որ հնարավոր չի մարդուն, հնարավոր է կենդանի Աստծուն։ Այսինքն իրականացնողը հենց Աստված է։ Քաղաքական իրավիճակները իրականում չգիտեմ ոնց կդասավորվեն, բայց ես գիտեմ, որ Աստված ինքը որ մի բան խոստանում է, ինքն էլ ամեն իրավիճակները պատտում է, որպեսզի իրականացնի իր խոսքը։ Նենց որ հիմա դա հիմնական ուղերձն է, որ ես ազգերին կոչ եմ անում, ես ուղարկում եմ խոսքը պրեզիդենտների, որ իրանք պատկերացում ունենան, թե իրանք ում դեմ են դուրս եկել, ինչ են պաշտպանում, ում են պաշտպանում, բայց նաև առաջին հերթին իմ համար շատ կարևոր է հոգևոր մարդիկ, որոնք լսում են, մանավանդ երբ որ իրանք տարբեր երկրի ներկայացուցիչներ են ու մարգարեներ են, ես իրանք երբ որ տեսիլքի մասին խոսում եմ, որոնք իրանք պատկերացում չեն ունեցել, ես իրանք ասում եմ, ձեր երկրի ղեկավարները արել են մի բան, որը ճակատագրական սխալ է, որը բերել է անել ձեր երկրերի մեջ,
ու դուք որպես Աստծո մարքայիններ, Աստծո բարեխոսներ, դա պետք է կանգնեք տեսիլքի համար ու ապաշխարություն խնդրեք, ներեք նա ձեր երկրի ղեկավարին, իսկ հետո ապաշխարեք ձեր երկրի փոխարեն, որպեսզի կարողանաք անեծքը կանգնացնել։ Ուստի բավականին բարդ է անկեղծ ասած, այդքան հեշտ չի ընկալվում, հեշտ չի հասկացվում։ Ես չեմ լսում այդ աղոթները, որոնց մասին ասում են, թեկուզ դրանք բավականին հասուն մարգարեներ են, որոնց հետ ընթացքում արդեն 2 տարի ծանոթ եմ ու մենք տարբեր ծառայությունների մեջ ծառայել ենք։ Այսինքն ես տեսել եմ այն զորությունը, որ կա իրանց վրա, իրանց խոսքերի ուժն եմ տեսել, ոնց է խոսքը կատարվում։ Ես տեսել եմ, որ իրանք բավականին ընդունված են իրանց երկրներում ու ոչ միայն իրանց երկրներում։ Իրանք միջազգային ճանաչված մարգարեներ են, շատերն իրանցից, եկեղեցու հովիվներ են ու երբ որ հարցը վերաբերվում է հենց այս հարցին, ես տեսել եմ իրանց դիրքորոշումը, որ մի քիչ ոնց որ չմբռնեն, նույնիսկ իրանց մեջ եղան մարդիկ, որ ասեցին, գիտես քո տեսիլքը, որի մասին դու խոսում ես, մի քիչ խորն է, մենք չենք հասկանում, կարող է հետո ուրիշ ժամանակների համար է, ու նույնիսկ փորձում էին ինձ լրացնեին, ասեին, որ կարող շտապում ես այդ մարդը խոսալ, բայց ես ասացի չէ, ասի ես արդեն 15 թվից այդ խոսքը ստացել եմ, որ հիմա պետք է խոսամ, ու դուք ինքներդ աղոթեք, որպեսզի ձեր համար մի պարզաբանում, որովհետև երբ որ դուք փորձում եք հակառակվեք չհասկանալով, իրականում դուք ինքներդ այն վահանը դառնա դուք փոխարեն հակառակ բանի մեջ եք գցում ձեր երկիրը։ Հետագայում ես տեսա Ռուսաստանի վիճակը, որը տերում ենք Ուկրաինայի վիճակը, հիմա Թուրքիայի վիճակը, ու կան էլի երկրներ այս հերթականության մեջ, որ ես տեսնում իրանց դիրքորոշումը, ցավոք սրտի, բայց եթե իրանց համար փակ է խոսքը, գուցե այս ճանապարհներով իրանց մոտ գա այդ ապաշխարությունը, հասկացողությունը, ու իրանք իրոք կանգնեն այս տեսիլքի համար, որովհետև իրոք տեսիլքը շատ լուրջ է։ Ես հենց մեզ չեմ ասում, Հայաստանին օրնված է, անիծող։ Դրա մեջ բավականին խորը բան կա, ժամանակին այդ խոսքերը Աստված ասում էր Աբրահամին, ու ասում էր, ով որ քեզ օրնի օրնված կլինի, անիծող անիծված կլինի, հետագայում Աբրահամից ստեղծվեց Իսրայելը, ու այդ Իսրայելը արդեն Աստծո ընտրյալ ժողովուրդն էր համարվում Աբրահամի պատճառով։ Ու այդ խոստմունքը Իսրայելի վրա էր Աբրահամի պատճառով։ Բայց այս խոսքերը, որ ես ասում եմ, սրանք պատահական խոսքեր չեն, սրանք հենց այն խոսքերն են, որ Աստված ինձ է ասել, ու ես սրանք համարձակորեն ասում։ Ու ես նաև տեսել եմ մարդիկ, ովքեր որ կանգնել են տեսիլքի համար ուղղակի, իրանք է շատ չհասկանալով ինչ են անում, բայց իրանք կյանքի վրա գերնական օրհնություններ են եկել, այն չափի, որ երևի իրանց մտքով այդ պահին իրոք չէր ասում։ Մարդիկ են եղել, որ իմ կյանքում կանգնել են իմ կողքին, ուղղակի այդ ժամանակ ես տեսիլքի մասին չէի խոսում, բայց այն բանի պատճառով, որ իրանք կանգնած են եղել իմ կողքին, իսկ ես կանգնած եմ եղել Աստծո տեսիլքի համար, Աստծո գործի համար, իրանք կյանքում իրանք աշխարհիկ մարդիկ են, իրանք Աստծուն չճանաչող մարդիկ են։ Գերնական օրհնություններ են եղել իրանք կյանքի վրա։ Ու սա հենց Աստծո օրհնությունն է, որը ցույց է տալի, որ ինքը կանգնած է իր խոսքի հետևից։ Ու փառք Աստծո, որ Աստված ընտրել է Հայաստանը, Աստված ընտրել է այս տարածաշրջանում հայերի միջոցով սատանայի գլուխը ջարդելու։ Մենք պատահական չի, որ այսքան տարիներ երբ որ դարձել ենք քրիստոնեական, միշտ հալածվել ենք իսլամական ոգուտումից, ու հիմնական մեր Իսլամի հենց իսլամն է, իսլամը, որտեղ դուրս է գալու հակաքրիստոսը, որի դեմ մեր հիմնական պայքարն է, ու հիմա իմ կոչը, որ միշտ ուղերձը հիմնական, որ ես ուղղում եմ, հիմնականում ես ուղղում եմ, որ մենք Հայաստանը կանչված է ու օծված է իսլամի ոգուն ջարդելու։ Այսինքն, եթե ուրիշ ազգերը վախենում են իսլամի դեմ, իսլամական երկրերում ավետարանը հարուցելուց, Հայաստանը հենց այդ զորավոր օծության մեջ է, որ ոչ թե վախենում է, այլ մի հատ հալածողն է։ Այդ ոգին հենց մեզանից է վախում, դրա համար ամեն գնով միշտ փորձել է մեզ վերացնի, որպեսզի կարողանա տեսիլքը կանգնացնել։ Սա անիծա, ինչքանով կարացա ներկայացնեմ, ինչքանով հասանելի դառավ ձեր համար, այն ինչ որ Աստված իմ սրտում դրել է, ու ինչը որ փոխանցում եմ, որպեսզի մարդիկ միաբանվեն։ Շատ մանրամասն ես չէի սպասում որ sense, բայց լավ է որ ասեցիք, թող մարդիկ լսեն,
իրականում արդեն ինձ թվում է տեսիլքի մասին պարզ է ու այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում անվել եղբորը, կարող են իր ալիքը հետևել, ինքը YouTube-յան ալիք ունի, ես անպայման գտնեմ իրան միացեք ու ինքը ավելի խորը բաներ է խոսում, ավելի sense ամեն անգամ ինչ որ իրավիճակի վրա է խոսում, հա, sense մարգարեական խոսք արձակվում։ Մի բան եմ ուզում հարցնեմ, անվել եղբայր, բայց միջև հարցնելը ես այս վերջերս տեսա ձեր այդ տեսանյութը, որ ասում եք էլի, որ մարդիկ այդ ազգերը վախում են մուսուլմանական ոգուց, ու ես ինձ զարմացած մտածում եմ, ասում, բայց այդտեղ ինչ կա, մենք զորավոր ենք Աստծո մեջ, ու ես հասկացա, որ հենց ես հայ եմ ու ես չեմ վախենում, անգամ եթե ես նոր եմ, նորադարձ եմ, բայց ես եթե հոգին տանում է, ես պատերազմում եմ այդ ոգու դեմ, շատ հետաքրքիր է, չգիտեմ։ Իսկ հարցս վերաբերվում է նրան, որ օրինակ, ասենք ես արտասահմանում եմ ապրում, ես ինչով կարամ, այսինքն ես ինչ պետք է անեմ, ինչով կարամ նպաստեմ այս տեսիլքին։ Այ հետաքրքիր հարց ես հիմա տալի, նույն հարցը ինձ տվեց Քրիստիկը առաջի անգամ երբ որ լսել։ Ես տալ երեք ձևով հնարավոր է միջամտել տեսիլքի իրականացմանը։ Առաջին, երբ որ դու ինքդ որպես աղոթող, ուղղակի աղոթում ես տեսիլքի իրականացման համար, որը ամեն մի քրիստոնյա կարող է։ Երկրորդը, որ մարդը երբ որ լսում է, իր սրտում զգում է կանչ, զգում է, որ ինքը միսիոներն է, որ ինքը պետքա եթե հայ է, օրինակ, եթե ինքը հայ է լսողը, ինքը հասկանում է, որ ինքը միսիոներն է, որ պետքա գնա իսլամական երկրերից, այս տարածքը, որ ցույց են տալի, Ադրբեջան, Պակիստան, Թուրքիա, հիմնականում Ադրբեջանը բնական է, բավականին հիմա բարդ է հայի համար, բայց ուրիշ երկրները հնարավոր է ուրիշ ազգությունները, որ դա անեն։ Այսինքն հենց այս տարածաշրջանում միսիոներության գնալը, այսինքն ոչ թե մենակ ուղղակի աղոթող լինել, ֆիզիկապես պատրաստված լինել, գնալ հենց այդ երկիր, ու իդեպ այսօրվա իմ վիդեոն, որ ես արել եմ, հենց այն ուղերձը դրա մասին է, որ ես կոչ եմ անում Հայաստանին, որ ինքը մտնի իր տեսիլքի մեջ, իր միսիայի մեջ ու գնա հիմա Թուրքիա միսիոներության աշխատանքները իրականացնի, որը շատ կարևոր է բան։ Երբ որ ես կոչ եմ անում ազգերին, որ պատրաստեն Հայաստանը, իմ հիմնական շեշտադրումը նա է, որ իրանք աղոթեն Հայաստանի համար, իրանք օրհնեն Հայաստանը, իրանք միսիոներներ ուղարկեն Հայաստան, ու ես ժամանակ առ ժամանակ տեսել եմ, որ տարբեր երկրներից եկել են տարբեր օգտիալներ Հայաստանի ծառայելու, Հայաստանը պատրաստելու հոգևոր առումով։ Ու երրորդ հատվածը, որ արդեն կարա մասնակցի ամեն մեկը, անկախ որտեղ էլ որ գտնվում է, դա արդեն ֆինանսական աջակցությունն է, որ ինքը կարող է ֆիզիկապես իդեալի չի միսիոներ դառնալու, ու ասենք ոչ էլ կոչում ունի միսիոներ դառնալու, բայց ինքը կարա ներդրում անի հենց այն մարդկանց համար, ովքեր որ այսպեսի իրականացնում են, որպեսզի աջակցություն ունենա, որպեսզի կարողանա Աստծո սրտի երազանքը իրականացնի։ Ոնց Հիսուսն էր ասում, ամեն մեկը ով որ ավետարանի համար մի բան անի, իր կյանքում հարուրապատիկ ոնց որ տպուկ կա, բայց ես ոչ թե ասում նրա համար որ անեն, որ տպուկ ունենան, որ չեմ ուզում ուղղակի, այսինքն ճիշտ է, մոտիվացիան դրա մեջ է Հիսուսի ասածը, որի մոտիվացնում էր, բայց այստեղ շատ կարևոր է սերը, որովհետև եթե մարդուն շարժառիթը սերը չի, ինքը ցանկացած ուրիշ մոտիվները սխալ են, ու դա կարա շեղի Աստծուց ու Աստծո նպատակից։ Դրա համար ես իմ ուրիշ քարոզների մեջ շատ եմ շեշտադրում անում, որպեսզի մարդիկ այն ինչ որ անում են ուշադիր լինեն, ինչի համար են անում, իրանց հարցը, որն է իրանց շարժառիթը։ Ու եթե սերը չի, իրանք պետքա քննեն իրանց անձերը, որովհետև շատ տարբեր տեղերում, օրինակ Ամերիկայում եկեղեցին համարվում է բիզնես, ու ես գիտեմ մոտեցումները շատ տարբեր են այնտեղ, ու տարբեր երկրներում են շատ տարբեր։ Դրա համար հիմա այդ ուղղությամբ չեմ ուզում խորանալ,
Ուղղակի ասեմ, մոտիվը պետք է լինի սերը, ու այդ կրակը, որ պետք է բարի մարդու սրտում, դա պետք է լինի Աստված։ Ու Աստված էլ պետք է նաև մարդուն ասի, թե ինչով է ուզում, որ այդ մարդը այսպես ինքին ծառայի, բայց աղոթել է առաջին հերթին, կարա միշտ աղոթի օրնի Հայաստան։ Ամենաառաջի բանը, որ կարա անի։ Ամեն, ես օրինակ ասենք, որ միշտ տերը տանում ես թեմայով, Հայաստանի թեմայով աղոթել, շատ ժամանակ ես վերցնում եմ իմ մեքսիկական այդ կացության, դեռ քաղաքացի չեմ, բայց կացության իրավունք ունեմ, մշտական կացության, բայց համարում ես, այսինքն դու ստեղի բնակիչ ես արդեն, ինչ որ չափով մեքսիկացի եմ, ու որպես մեքսիկացի ոնց որ օրհնում եմ Հայաստանին, ինչքանով է դա ճիշտ։ Դա շատ ճիշտ է, Անի ջան։ Շատ լավ է, որ դու որպես մեքսիկացի ես օրում, որովհետև դու այդ ձևով որպես այդ քաղաքի, այդ երկրի ներկայացուցիչ արդեն, այդ երկրի անունից ես դա անում։ Ու նաև շատ կարևոր է, որ դու օրհնես քո ղեկավարությանը, որ իրենք աչքերը բացվի, որ իրենք արդեն ղեկավարությունը ճիշտ դիրքորոշում ունենա իր քաղաքականությունը ճիշտ վարի Հայաստանի հանդեպ, ու դու չգիտես, թե Մեքսիկա պետությունը ինչ դեպի օրհնություն կարա դառնա Հայաստանի հանդեպ։ Իմիջիայլոց այս վերջերս Մեքսիկան արդեն թուղթ է հրապարակել, որով ընդունում է Հայաստանի ցեղասպանությունը, այնպես որ հուսամ, որ իմ աղոթքները տեղ են հասնում։ Ամեն։ Շատ շնորհակալ եմ ձեզ, Մանվել եղբայր, եւ վերջի խոսքը, որ ձեզ շատ բան չանեմ, Հայաստանում արդեն ուշ է։ Ոնց ասեմ, որ հիմա մեր հայ ժողովուրդը հիմա որ նայում է, օրինակ որպես ես էլ որպես հայ ասում եմ, բա հիմա ինչ է լինելու մոտակա ժամանակներ, օրինակ ասենք որևէ այդ առաջիկա ժամանակների համար որևէ խոսք ստացել եք։ Կիսվեք։ Նայեք, կոնկրետ ժամանակներ եթե ասեմ, ստույգ չի լինի, բայց մոտավորապես ես պատկերացում ունեմ ինչ ժամանակաշրջանի մեջ ենք մենք գտնվում։ Օրինակ 20 թվականին, երբ որ ասում եմ ժամանակ Տրամպի խոսք ուղեկի, այդ ժամանակ մի երազ էի պատմում, խոսում էր այն մասին, որ Հայաստանում երազ էի պատմում, որ կորոնավիրուսն է этаպը առաջին ու մենք ընտրության առաջ ենք կանգնած աշխատենք, թե չաշխատենք, հետո մեծ դժվարությամբ որոշում ենք Հայաստանում աշխատենք, որովհետև մտածում ենք ճիշտ տարբերությունով ենք դառնալու, թե հիվանդությունից ենք դառնալու։ Ու հետո մեր սահմաններին առաջանում է պատերազմական իրավիճակ, մենք նորից ընտրության առաջ ենք կանգնում, պատերազմենք թե չպատերազմենք, որովհետև միաբանվելով իրար կվարակենք, իրակով կանգնելով ու նորից կանգնում ենք ընտրության առաջ, որոշում ենք բայիշ տարբերություն, հիվանդությունից ենք դառնալու, թե սրից ավելի լավ կռվենք, մենք շատ դժվարությամբ միաբանվեցինք ու այն տարածքները, որը կորցրել էինք, հետ բերեցինք այդ երազի մեջ։ Ու դրանից հետո ես տեսա երկու ձեռք sense, որը խառնում էր ամբողջ երկրագունդը, ու ամբողջ երկրագունդը քաոսի մեջ էր, բայց Հայաստանը գերբնական պաշտպանության տակ էր այդ ժամանակ, ու ամբողջ երկրից օրհնություններ առօրեն գալիս էին Հայաստան։ Ու հիմա պատերազմից հետո Հայաստան Արցախում կատարված պատերազմից հետո աշխարհը քաոսի մեջ է։ Այդ քաոսը սկսված է ողջ աշխարհով մեկ։ Բայց ինքը Հայաստանը ինչ որ գերբնական մի հատ բանի մեջ է, թեկուզ ամեն ինչ հիմա մեր շուրջ բոլորն է կատարվում, մենք շատ լարված տարածաշրջանում են, որտեղ ամեն րոպե ոնց որ մարտահրավերները գնալով շատանում են, բայց աստծո գերբնական պաշտպանությունը կա մեր վրա, ու հիմա այն ինչ որ կատարվում է մեր շուրջ բոլորը, ինքը իրավիճակներ են, որ պատասխանելու է Հայաստանի օգուտ։ Ամեն։ Ինչքան էլ որ իրավիճակը անելանելի է երևում ու բարդ է երևում, ինքը Աստված շուռ է տալի Հայաստանի օգուտին։ Ու այս քարտեզի մասին, որ ես խոսում եմ, սա ուղղակի քարտեզ չի, սա Աստծո տեսիքն է, որը ինքն է իրականացնում է։ Ինքը ազգերին ոնց խառնի իրար, այդ ազգերը ինչ փոփոխություններ կունենան իրանց քաղաքական դիրքորոշումների մեջ, ոնց սահմանները կփոխվեն, Թուրքիան ոնց կհամաձայնվի Արևմտյան Հայաստանի հողերի հետ տալուն։ Բնակ էս երկրաշարժը հիմա որ կատարվել է, ինքը
առաջին հերթին որ նայում ես խփում է տնտեսությանը, բայց սրա հետևում կա նաև շատ քաղաքական լուրջ հարցեր, որոնք փոխվում են։ Այս երկրաշարժի պատճառով հիմա Թուրքիան թուլանալու է, որը բավականին ուժեղ էր արդեն տարածքում, ու ինքը գալիս է Ռուսաստանին փոխարինելու տարածաշրջան։ Քանդվում է ռուս-թուրքական մերձեցումը հիմա, ու հիմա նաև շատ բան կփոխվի ուկրաինական ռազմաճակատում նաև, մոտեցումների մեջ շատ բան կփոխվի, որովհետև շատերը վախում էին, որ Թուրքիան ինքը կնվաճի Ռուսաստանը, ու այդ տեսիլքը ես ունեի, ու ասում էի Հայաստանի դերը նաև նրանում է, որ ինքը խանգարում է Օսմանյան կայսրության վերականգնմանը դեպի Ռուսաստան։ Հիմա, քանի որ Թուրքիան հայտնվեց նման իրավիճակում, ինքը բնական է այն մարտահրավերները, որի առաջ մենք կանգնել ենք Թուրքիայի պատճառով, սկսելու է նահանջել։ Ադրբեջանը խառնված է իրար, որտեղ ինքը կորցնում է իր շատ ուժեղ զինակցին, որը այս պահին համար ժամանակ է չի ունենա։ Ինքը կորցնելու է նաև շուտով Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում դառնալու է անխուսափելի, ու դա նաև բերելի է Ռուսաստանի թուլացմանը, բայց այստեղ Հայաստանի շնորհիվ Հայաստանը պահելու է, որ հանկարծ Ռուսաստանը չհայտնվի, ու մինչև հիմա այդ էր անում, որ հանկարծ Ռուսաստանը չհայտնվի իսլամական ոգու ազդեցության տակ, ու թուրք-ռուսական միաբանությունը չկատարվի, ու ղեկավարը չլինի Անկարան, այսինքն այստեղ շատ լուրջ կռիվ կար, որը Աստված յուրի ուրիշ ձևով էս հարցը լուծել։ Այս երկրաշարժը ասում ինքան հարց է լուծել, որ առաջին հայացքից դա մահա սարսափ է, կործանում է։ Իհարկե, ես չեմ խոսում այն մասին, որ լավ է եղել, ես չեմ ասում, որ երեխաները կան այդ անմեղ մարդիկ, որ հայտնվել են նման իրավիճակում, բայց ես խոսում եմ, որ դա թուրքական քաղաքականության հետևանքն է։ Իրանք մահ են ցանել, ու իրանք այսօր մահ են, ու դա պատահական մի բան չի, որ եղել է, ու սա Աստծո հաղթանակն է, սա Աստծո հանդիմանությունն է։ Այսօրվա ասում իմ եթերը երեկվա իմ եթերի մեջ ես շեշտում եմ մասին, որ Իսրայել ժողովրդին Աստված փրկեց Եգիպտոսի ձեռից։ Երբ որ ջրհեղեղով, այսինքն կարմիր ծովով իրանք անցնում էին ու փորձում էին հասնել, որ սպանեն, բայց Աստված հատուցեց։ Նույն ձևով Ասորեստակը Ասորեստանի բանակում կոտրեց 85,000 ասորեստանցի, որոնք Իսրայելի դեմ էին ուզում պատերազմել, այսինքն կապ պատերազմներ, որ Աստված մեր փոխարենա։ Ու սա բավականին լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու, իրավիճակը պատրաստվում է ամբողջությամբ դեպի մեր կողմը, Աստծո օրհնությունը գնալով վերևալու է։ Հայաստանի սպասում շատ լավ ապագա, ու Աստված որոշել է Հայաստանը, ընտրել է Հայաստանը, ու իր ձեռքը միշտ լինելու է Հայաստանի վրա, անկախ ամեն ինչից։ Ու փառք Աստծո հենց այդ ծրագրի համար, փառք Աստծո, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսին, որին ապավինել ենք, որը մեր վահանն է, մեր հույսն է, որով ենք ինչ-որ ենք, առանց իրա ոչ մի բան։ Այսինքն մեր հայ խելքը չի, որ ասում են այդքան լավ, այլ ուղղակի կոչումն է, շնորհն է, որ Աստծո ունենք, օծությունն է, որ մեր վրա է, ու ինչ որ այնք իրանով ենք, ու փառք Աստծո, որ իրանն ենք։ Սա ամենն է, ինչ որ մոտակա ժամանակում ես տեսնում եմ, գիտեմ ընթացքը, ու փառք Աստծո այն հաղթանակների համար, որ ունենալու ենք Հիսուսի հետ ամեն ժամանակ։ Ամեն։ Ամեն։ Ամեն, ու ես հավատում եմ, որ ոնց որ Սոդոմ Գոմորի ժամանակ Տերը ասում է, չէ, բանին Աբրահամին, որ եթե 10 ոնց են հայերեն բառը մոռացա, արդար գտնի չի կործանի, հա, ես հավատում եմ, որ մենք 10 չենք, շատ ենք, ու աղոթողների մի բանակ կա, որ Հայաստանի համար գուցե առանց մտածելու, առանց իմանալու աղոթում է, բայց աղոթում է Հայաստանի ապաշխարության համար, Հայաստանի կառավարության համար, հա, որ Տեր իմաստությամբ լցնի։ Ու տենց, հուսով եմ, որ շուտով նաև Սևրի պայմանագիրը կթարմացնեն ու մեր օգտին կլինի ամեն ինչ, մանվել եղբայր։ Ես իրական չեմ կարող ասեմ քաղաքական տեսանկյունից դեպքերը ոնց կզարգանան։ Ես
ծրի պայմանագրի մասին շատ լավ գիտեմ, բայց ես իմ տեսիլքի մեջ ունեմ այն ինչ որ ցույց եմ տալ։ Ու ոչ մի անգամ Աստված ինձ չի ասել, որ ծրի պայմանագրի մասին խոսեմ։ Այսինքն իմ խաղաքարտը դա չի։ Իմ խաղաքարտը այն ինչ որ Աստված ինձ տվել է։ Փառք Աստծո, ես գիտեմ այն ազգային ուժերի մասին, որոնք ուզում են ծրի պայմանագիրը առաջ բերեն հիմնավորված ձևով, ես դեմ չեմ այդ ամեն ինչին, ես իրական չգիտեմ դեպքերը ոնց կզարգանան, Աստված ոնց կօգտագործի, ում կօգտագործի, բայց իմ համար այս քարտեզը, այս քարտեզն է ինքը ասես որ նոր մարդիկ տեսնեն, աղոթեք այս քարտեզի համար, տեսեք ձեր մտքի մեջ։ Դա մեծ հայտնի է, որը եղել է։ Իմ համար խաղաքարտը Երեմիա 51:27 մարգարեական խոսքն է, որի հիման վրա ես հռչակում եմ ու այդ հռչակությունը իրավիճակի մեջ հոգևոր աշխարհում բերում է այն ազդեցությունը, որ Աստված ուզում է։ Ես խոսում եմ այն ինչ որ Աստված ուզում է։ Ես չեմ անի մի բան, որ Աստված չի ասել, որտեղ եթե ես անում բաներ, որոնք սնչավոր է, դրանց հետևում Աստված կանգնած չի, դրա մեջ չկա ուժ ու զորություն։ Բայց այն ինչ որ ես ասում Աստծուց, եթե մարդիկ նույնիսկ մտածում են, թե դա Աստված չի, եթե դա լինի մարդկային, դա ոչ մի ազդեցություն չի թողի։ Բայց եթե դրա հետևում կանգնած է Աստված, Աստվածը իր խոսքը կկատարի, ինչը որ ես տեսնում եմ, մարգարեությունները գնալով նա կատարվում են։ Ու այն ինչ որ ես ասում, մենակ Հայաստանի մասին չեմ ասում, շատ տարբեր երկրների հետ կապված բաներ կար, որ ասում էի ժամանակի ընթացքում, որ անտեսվում ու անարգվում էր, այսօր հիմա դրա մեջ են, Ուկրաինայի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված, Թուրքիայի հետ կապված, շուտով Իսրայելի հետ կապված որոշ բաներ, Միջին Ասիայի հետ կապված, այսինքն դեպքեր կար, որ կատարվում են ու կկատարվեն դեռ, որոնք ցույց է տալիս, որ Աստված ինքը, երբ որ մի բան է ասում, դա շատ լուրջ է։ Պետք է մարգարեություններին բավականին լուրջ վերաբերվել ու համապատասխան քայլեր անել։ Եթե ասում է ապաշխարեք, պետք է ապաշխարեք։ Եթե ասում է պետք է այսպեսին համապատասխան գործեք, պետք է ըստ դրա գործեք ու չհակառակվեք։ Եթե ինչ-որ մեկին ասա վերկած գնայ ինչ երկիրը ու այս տեղում արային ծառայությունը, որ Աստված ուզում է, ուրեմն պետք է անել առանց հապաղելու, որտեղ դրա հետևում շատ մեծ օրհնություն կա ու հակառակվելու դեպքում իհարկե ցավոք սրտի անեծ կա։ Դրա համար ես օրհնում եմ ամեն մեկին, որ ամեն մեկը Տիրոջ խոսքը լսելով իր սրտում հոժարությամբ ընդունի ուրախությամբ ու շատ արագ լինի հնազանդվելու կատարելու մեջ, որի Տիրոջ փառքը երևա, որտեղ Տիրոջ զորությունն է դրա մեջ, որ իրավիճակի մեջ բերելու է փոփոխություն։ Ու փառք Աստծո ամեն հնազանդ սրտի համար, ով Տիրոջ կողմից լսում է խոսքը ու հնազանդվում է ու կատարում է։ Ոնց այսօր դասեցի, խոսքը ստացել ես Աստծուց ու որոշել ես եթեր անես։ Այսինքն դու քեզանով դա չես արել, դու լսել ես Աստծուց, հաստատություն ստացել ես, նշանակում է Աստված դրա միջոցով, այս եթերի միջոցով ունի անելիք, ոչ թե մենակ այսօրվա, այլ ընդհանրապես այն սկիզբը, որ ինքը հիմա տալիս է քեզ, ինքը դրա միջոցով ունի անելիք ու իր փառքը պետք է հայտնի, պետք է արձակվեն խոսքեր, որոնք մարդկանց կյանքի համար լինեն օրհնություն։ Նույն ձևով ես իմ YouTube-ի մեջ երբ որ բացեցի, բավականին երկար ժամանակ ինձ շատ էին ասում բաց, ես չէի բացում, ընդհանրապես չէի բացում, բայց եկավ մի պահ, երբ որ ես տեսա հասունացել է ու պետք է դա անեմ։ Ու այսօր ես տեսնում դրա օրհնությունը, որովհետև այն խոսքը, որ արդեն YouTube-յան ալիքի միջոցով կարող եմ փոխանցեմ այն լսարանին, որը երբևէ չէր եղել, հիմա կան բավականին նոր մարդիկ, որոնք երբևէ հնարավորություն չունեին լսելու, բայց հիմա լսում են ու փառք Աստծո այդ հնարավորության համար։ Այստեղ կարևորը իրոք հնազանդությունն է, որպեսզի Տիրոջ փառքը արձակվի մարդկանց կյանքերի վրա ու մարդիկ դրա միջոցով տեսնեն Հիսուս Քրիստոսին։ Ամեն ջան։ Այսքանը։ Ամեն, թող Տիրոջ կամքը լինի ամեն հարցում, Հայաստանի հետ կապված, մեր կյանքերի հետ կապված, թող Տիրոջ կամքը լինի ու ես էլ օրհնում եմ ձեզ, թող Տերը ավելի օծի ձեզ, ավելի իմաստությամբ լցնի, ձեզ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ ընդունելու համար հրավերը։ Շնորհակալ համար, փառք Աստծո,
իրոք թոքիրոջ փառքը բարձրանա, ինչ որ անում ենք Աստծո համար եք անում։ Այո, Ու շատ ամեն։ մեծ ուրախությամբ ընդունեցի դեպ քո հրավերը, ասեմ քեզ, որ ուղղակի ես ուղղակի դա ինձ սրտի դիպքը չէր, ես հասկացա, որ Աստված ինքն է ուզում, որովհետև շատ տարբեր տեղերից են հրավերներ ելնում, որ այնտեղ ասեմ, բայց ես զգում եմ, որ Աստված շատ ժամանակ չի ուզում, ես ծիտատենելու մերժը, այստեղ հենց Աստված ինքն է ուզեցել, որ ես այսօր մասնակցում եմ, խոսում եմ, դիսկում եմ, Մարկ Աստծո քո համար, քո այս եթերի համար, Ես թողնված եմ այն ընթացքը, որ սկսել ես։ ամեն, ես էլ եմ ուրախանում, որ ճիշտ եմ լսում Աստծո ձայնը, արդեն բան ուրախանում եմ հաստատություններ, որ գալիս են դրանից, որ մենք ծանոթացանք, խոսեցինք, չէ՞, այս վերաբերյալ, որ նման եթերներ անենք, բայց այն ժամանակ, հա, էլի ուզում ես սենց ոգևորվում ես, հա, տենց շատ էի սենց ոգևորվել, մանավանդ, որ ես տեսել էի այդ քարտեզը աղոթքի ժամանակ, ասել եմ, չէ, ձեզ տեսել էի, բայց այդ ժամանակ մի տեսակ սենց վանող բան կար, որ դեռ պատրաստ չէի, բայց այս վերջերս նորից սենց այս գաղափարը մտքիս մեջ է ու Վարդուհի քրոջ հետ խոսեցի, ինքը հաստատեց, որ այսինքն առանց իմանալու, որ նման բան եմ մտածում, ինքը ասեց, ես քեզ տեսնում եմ հարցազրույց վերցնելիս, դե դու ասեցի ուրեմն Աստծոց ու առաջին մարդը արդեն ոնց որ դուք եք, ձեր մասին էի մտածում, որ հենց առաջինը սրա մասին լինի, քանի որ ինձ թվում է հայերի համար սա ամենանն է ու ամբողջ աշխարհի համար, որ Հայաստանի միջոցով Տերը օրհնի բոլոր ազգերին։ Ամեն, ամեն, փառք Աստծո։ Ամեն անջան, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, շատ Ձեզ էլ եմ շնորհակալ, լավ եղեք, ձեզ բարի գիշեր եմ ցանկանում, հուսով եմ ամեն ինչ այս պահին հիմա լավ կանեմ, կպահպանվի եթերը ու կփորձեմ YouTube-ում դնել։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։ Երևի դուք ձեր մոտից պետք է անջատեք խաչին։ Ահա, եղավ, բելա, հաջողություն բոլորին։ Հաջողություն ձեզ։ Ահա, վերջացավ մեր եթերը, հուսով եմ հավանեցիք, անպայման աղոթեք, անպայման վերցրեք այդ խոսքը Երեմիա 51-27-րդ խոսքը եւ ընդհանրապես Երեմիա գիրքը վերցրեք այդ 51-ը 50 կարդացեք, դա մեր տարածաշրջանի մասին է այդ խոսքերը ու աղոթեք այդ քարտեզը, որ Մանվել եղբայրը ցույց տվեց, այդ մտքով պատկերացրեք ու հռչակում արեք, որ Հայաստանի վրա, որ Տերը խոստացել է։ Ես էլ ձեզ օրհնում եմ, յուրաքանչյուրին ով լսում է եւ հետո լսելու է, հարցերի դեպքում գրեք, միացեք իմ Instagram-ին, իմ YouTube-յան ալիքին, Մանվել եղբորը ալիքին, անպայման կթողնեմ հղումները։ Ես ձեզ շատ սիրում եմ, օրհնում եմ, լավ մնացեք, կհանդիպենք։ Հուսով եմ շուտ կլինի մյուս եթերին։ Adios.